բարև ձեզ, շնորհակալ եմ, որ եկաք տաղավարը եւ այսպես մի քանի թեմաների հետ կապված ձեր խոսքը լսենք։ Նախ ինչպես բնորոշեք, ինչ տեղի ունեցավ դեկտեմբերի 18-ին Մայրաթորում։ Մենք տեսանք, որ 10 իրադարձները հաղորդակցություն տարածեցին, որ պատրաստվում են գնալ եւ ինչպես իրենք են ասում, վերհապարքորը հանգստի ուղարկել։ Շատ արագ քաղաքական, հասարակական գործիչները, պարզապես քաղաքացիներն են հայտարարեցին, որ գնում են ժամերգությանը մասնակցելու վերհապարքոր կողմից մատուցվող եւ առասված իրենց մոմը վառելու, ինչպես նաև հետո այդ օրը մենք տեսանք Վեհարանի բակում, ասված պահի վերհապարք օրը, երգում էր հավատավոր ժողովուրդը, վեհապար վանկարկելով եւ տիրադամներին, ինչպես ասում են, մի գազելի մեջ լցնելով ու ճանապարհելով։ Խնդրեմ այդ օրվա հետ կապված ձեր տեսակետը։ Նախ բարև ձեզ, շնորհակալ եմ հերթական հրավերի համար։ Իսկապես մեր կյանքում, մեր ազգի, մեր պետության կյանքում շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունենում։ Ցավոք սրտի նաև շատ վտանգավոր։ Տպավորություն է, որ մենք քայլում ենք անտունտի եզրով եւ մեկ վրիպում անզգուշություն եւ մենք կգլորվենք անտունտը։ Սակայն ուրեմն այն ինչ տեղի ունեցավ Էջմիածնում, ես կարծում եմ, որ որոշակի իմաստով ունի շրջադարձային նշանակություն։ Մենք միշտ սովորենք վերջին տարիներս այսպես լսել ժողովրդի անտարբերության, ապաթիայի մեջ գտնվելու, չէ, նույնիսկ այսպես մեղադրանքներ ժողովրդի նկատմամբ, մենք տեսնում ենք, թե ինչպես հասարակական տրամադրությունները փոխվում են եւ երբ դանակը ոսկորին է հասնում, չնայած պիտի ուրեմն արդար լինելու համար ասենք, որ դանակը վաղուց է ոսկորին հասել, այնուամենայնիվ, գիտեք, մարդկանց կրոնական ապրումները, եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը ոչ միայն պետականորեն ունեն շատ կարևոր նշանակություն, որպես պետական հաստատություն, ուրեմն մեր եկեղեցին կարևորագույն դեր ունի, մեր ինքնության պահպանման մեջ մեծ դեր ունի, բայց մենք չմոռանանք, որ կրոնական ապրումները նաև շատ խորքային, անձնային նշանակություն ունեն։ Կա մի երևույթ, որը կոչվում է վախեցիր Աստծուց, եւ ահա մարդիկ եկեղեցու նկատմամբ, եկեղեցու ուրեմն առաջնորդի հոգևոր ուրեմն հայրերի նկատմամբ վերաբերմունքը այսպես մատների արանքով չի կարողանում ընդունել։ Մարդիկ շատ լավ հասկանում են, այս 8 երկար ու ձիգ մղձավանջային տարիները արդեն բավական են, որպեսզի մարդիկ հասկանան, որ այստեղ ինչ-որ շատ մեծ վտանգավոր մի շրջապտույտի մեջ ենք մենք հայտնվել եւ եկեղեցու նկատմամբ ահա այս անարգանքը, որին մենք ուրեմն մեր սերունդը փաստորեն ներկա եղավ, սա հենց այնպես չի կարող լինել։ Սա մեծ ավիրումի մի ուրեմն մասնիկն է, մի մեծ սյուն մեր տաճարից, մեր ազգային, մեր պետական տաճարից ուզում են ուրեմն փլուզել։ Եվ գիտեք ինչ, սա մարդիկ դուք տեսաք ինչպես ինքնաբուխ, այդպես առանձին հրավերներ չեղան մարդկանց։ Ուղղակի մարդիկ հասկացան, որ մեկ էլ տեսնում ենք, ահա այս ուժը, այս գործիչը, այս անձը, սովորական հայ քաղաքացին մեկ էլ ասում է, որ ես այնտեղ եմ լինելու եւ փառք ու պատիվ մեր ժողովրդին, որ մենք տեսանք, որ այո, ժողովուրդը այնտեղ էր։ Բայց գիտեք, մեր ժողովրդի մի մասնիկն են նաեւ ես շատ ցավով եմ այս բառն ասում, խրամատի մյուս կողմում կանգնածները, դա խրամատ էր։ Եվ ուրեմն ովքեր են այնտեղ առաջին հերթին իմ կարծիքով վախեցածներն են։ Վախը այսօր այն մթնոլորտն է, որը մեզ չի թողնում լիաթոք շնչել, չի թողնում լիարժեք ոտքի կանգնել հանուն ազատագրման։ Մարտաճարում հավաքված ժողովրդի այն հատվածի նկատմամբ, որը այո ԿՊԵ-ականների փրեվաճակիցները, գիտեք ինչ, այս մարդիկ իմ կարծիքով մեծ մասամբ վախի ազդեցության տակ ինչ-որ սպառնալիքների, մեկը աշխատանք կորցնելու, մեկը ես չգիտեմ, գիտեք վախի մթնոլորտը այսօր շատ բան է որոշում մեզանում։ Ասում է այսպես շատերը մոտավորապես 100-ից 120 հոգի լինեին, թե ոչ այսպես կոչված կպարտական, այո, ասում է այսպես կարկամած, չգիտեմ, ոստիկանական երկու շարք զորքի հետևն են իրենք կանգնած, ով են իրենք, ինչու է եկել, ինչ են անում
այդտեղ եւ գուցե շատերը գիտակցում ունեն, որ իրենց բերել են, այո, հենց այդ վախով։ Գիտեք, միայն որոշակի կադրեր նայելով էկրանին, մենք տեսնում ենք, օրինակ ես այնտեղ տեսնում էի կանանց ինչ-որ կերպարներ, որոնք այսպես շրջվում էին, թաքնվում էին, սա այնպիսի մարդկանց պահվածք է, ով ինչ-որ մի վատ բան է անում, հա, եւ չի ուզում երևալ, չի ուզում աչքի ընկնել, որովհետև ինքը ներկուստ գիտի, թե ինքը ինչ է արել, համենայն դեպս ինչ-որ, չգիտեմ, վախի ազդեցության տակ, ինչ-որ ստիպողականության ազդեցության տակ կային մարդիկ, որ եկել էին, եւ այնտեղ ուղղակի շատ քիչ են մարդիկ, որոնք շատ ուրույն այսպես կերպարներ են, գիտեք, ինչ-որ մարդու ոնց որ յուրահատուկ տեսակ լինի, ՔՊ-ն եւ ՔՊ-ի աջակիցները, այդ նույն դեմքերը, ինչ-որ, չգիտեմ, մեկ էլ տեսնում ես ինչ-որ մարդ է, ով մի դեպքում աջակից է, մի դեպքում պատարակ մատուցողների մեջ է, հա, եւ դու հասկանում ես, որ գիտեք ինչ, այսօր իշխանությունները բավականին այս իմաստով խեղճ ու կրակ վիճակում են, որովհետեւ իրենք ըստ էության սոցիալական հենարանից զրկված են, մնացել են ՔՊ-ական այդ ուրեմն իրենց խումբը, ես նրանց էթնիկական մուտանտներ եմ համարում, եւ նրանց հետ ինչ որ ձևերով փող կապակցված մարդիկ եւ ինչ որ մարդիկ, ովքեր, չգիտեմ, իրենց մտավոր զարգացման, կրթական, ուրեմն կրթության բացակայության, բարոյական կերպարի բերումով շարունակում են մնալ, բայց դրանք մենք տեսնում ենք հատուկենտ են, արդեն մնացել են հատուկենտ, այո։ Ահա։ Այո։ Հույսին են մնացել։ Սա ասենալից ցուցակում է կա։ Միացել բնականաբար, որովհետև մեր պայքարը դա եկեղեցու դեմ չի, մեր պայքարը անհատների դեմ է, հրաժարականին եմ միացել բնականաբար, որովհետև մեր պայքարը դա եկեղեցու դեմ չի, մեր պայքարը անհատների դեմ է, որոնք որ մերժել են Աստծուն տված բնականաբար, որովհետև մեր պայքարը դա եկեղեցու դեմ չի։ Այս օրինակ ինչ ներողություն է, որ սա ձերտիկում ցուցադրվում է, բայց քան որ տարածվել է։ Դե սա իրողություն է, մենք փաստերի հետ ենք առնչվում։ Այսօր մեր իրականությունը այնպիսին է, որ ահա այս կարգի կերպարներ ուրեմն փորձում են մեր երկրի, մեր ազգի ճակատագիրը որոշել։ Իսկ այսօր այն հարցերը, որոնք դրված են, իհարկե ճակատագրական հարցեր են։ Հիմա տեսնենք ով է ուրեմն վեհափարի դեմ այսպես ոտքի կանգնել։ Ահա ցավոք սրտի այս տիպի մարդիկ են, ովքեր ինչ որ իմաստով խղճահարություն են, հա, առաջացնում, բայց ուրեմն խղճահարություն իրենք այնպիսի վտանգավոր քայլեր են կատարում, որ սրանցից քչերն է, որ չգիտեն, թե ինչ են անում, չէ, որ մենք խնդրենք, որ Աստված նրանց ների, մեծ մասամբ գիտեն, թե ինչ են անում, ուրեմն իրենք արժանի են համապատասխան, չգիտեմ, մարդկանց աշխարհի եւ աստվածային տարբեր պատիժների եւ այստեղ գիտեք նորից գուցե նաեւ այո խղճահարության, բայց նորից չի կարելի խղճալ, հա, այդ կարգի մարդկանց խղճահարություն են առաջացնում նաեւ եւ իհարկե մեծ խորը վշտովմունք են առաջացնում այն ուրեմն եպիսկոպոսները, որոնք առաջին շարքերում գնում են պղծելու այն հաստատությունը, այն տաճարը, որի ծառաներն են իրենք։ Մինչ դրաններ կգանք, ուղղակի այս տեսարաններ Տիկին Ալչաջյան, ուզում եմ նայեք, Գարիկ Դանիելյանը գրել է, ով է այս անձը։ Սպենդիարյանի անվան ակադեմիական թատրոնի փոխտնօրենն է, որը այսպես հարել է խուլիգանական պահվածքով մագլցել է եկեղեցու սյուների վրա եւ ձեռքով այդ անձանց մարդկանց ասում է մտեք վրա, որտեղ հենց այդ պահին վեհապահ հայրապետը ժամերգություն էր անցկացնում։ Այս մասով ինչ կարող եք ասել։ Գիտեք, ինձ սա նշանակում է, որ սրանց հաջողվել է որոշակիորեն ապականել մեր կյանքի բոլոր ոլորտները։ Գիտեք, ինձ սրանք շատ խորքային են աշխատել։
Ինչու պետք է մեր ուրեմն մշակութային այդպիսի օջախի, ինչպիսին Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնն է, որ ահա այսպիսի մարտիկ, այսպիսի կերպարներ սողոսկած լինեն այնտեղ, բայց իրենք, գիտեք ինչ, այս ամբողջ տարիների ընթացքում պարապ չեն նստել, իրենք իրենց դրածոներին դրել են բոլոր ուրեմն ոլորտներում, ընդ որում կարևորագույն, այսպես կառավարման լծակներ ունեցող դիրքերի վրա են դրել։ Եվ ահա հենց այս օրվա համար են իրենք դա արել, այսպիսի օրերի համար, որպեսզի սրանք իրենց ամբողջ այդ ներքին թշվառությունը ցույց տան։ Ամոթալի է, որ այնտեղ կար նաև մի հատ բան, չէ, քաղաքապետ կարելի պատերի վրա մագլցած։ Ինչ-որ ինչ-որ բան է, հայոյանքներ այնտեղ շատ են, չէ, հնչել, եւ շատ ճշգրիտ ասեց մեր Վրթանես քահանան, բյուրականի ուրեմն եկեղեցու մեր ուրեմն քահանան, ասեց այդ հայոյանքները լսելով եւ որ այդպես բան են անում, հա, ասեց ես զգացի, որ սիրտս պայթում է։ Իսկապես մարդը չդիմացավ։ Այնպես որ այստեղ հավաքված է այն խաժամուժը, այն ամենավերջին, հա, ինչ ասեմ, վերջին հենարանը, վերջին սյունը, որի վրա հիմնվում է այսօրվա իշխանությունը։ Բայց տեսեք ինչ էր արել Նիկոլը վարպետ է, հա, այսպիսի ուրեմն խժդժություններ առաջացնելու եւ նա այս անգամ որոշել էր կրակից շագանակները հանել ուրիշի ձեռքերով։ Ինքը, այո, եսի նկատի ունեմ տիրադավներին եւ նաեւ այս մարդկանց այս արարածներին, որոնց ինքը մեջտեղ է գցել եւ ցանկացած պահի ինքը դեն է շպրտելու սրանց եւ եթե պետք լինի ամենադաժան ձևով սրանց այո, կամ էլ այն տղան, հա, որ կարկալույց եղավ, հա, հիմա ինչ է, հա, մի երկու ինչ-որ բան են դրել, հա, թիկնապահ են դրել, չգիտեմ արդեն այդ թիկնապահները կան, չկան, արդեն պետք չի, այն ոնց էր են տղան իրան զգում, հա, արդեն երևի իրեն կաթողիկոս էր զգում, ինչ էր անում, սրանք բոլորը գիտեք զարմանալի բան է, չեն տեսնում, որ ով է իրենց դեմ կանգնած, ոնց կարելի է հենվել Նիկոլի նման հատկություններ ունեցող մարդու վրա հավատալ խոստումներին, որ թույլ չտվեցին տիրադավները, այո, գազելով փախան իրենք, այնտեղ Կճոյան կլինի, Վազգեն Միրզախանյան կլինի, Գևորգ կլինի, Անուշավան կլինի, ինչ ուզում լինի, այսպես հատուկ ջոկատը իրենց պաշտպանելով լցրեց գազելը, մի գազելի բան։ Այո, լցրեց, լավ բառ եք ասում։ Ուտես ճամփեցին, հիմա իրենց ինչ ունեք ասել։ Եվ գիտեք շատ ամոթալի է, նաև ցավալի է այս տեսարանները տեսնելը, չէ՞ որ իրենք մեր եկեղեցու սպասավորներն են եղել այսպես թե այնպես։ Տեսեք, ես անկախ ինձնից անցյալով եմ խոսում, դեռևս կարկալույց չեն եղել, բայց այս մարդկանց մենք արդեն չենք կարող անցալել որպես մեր եկեղեցու ուրեմն բարձրաստիճան սպասավորներ։ Չենք կարող եւ վերջ, որովհետեւ իրենք, գիտեք, ես նույնիսկ երբեմն մտածում եմ, որ այս մարդիկ հավատ չունեն առ Աստված։ Իսկ ինչ դիրքորոշումներով են առաջնորդվում, իսկ ինչ նպատակներով, եթե իրենց թվում էր, որ ես չգիտեմ ինչ պատճառով իրենք այս քայլին դիմեցին, գնացին սեղմելու այդ արյունոտ ձեռքը, այնուամենայնիվ, եթե իրենք ինչ-որ թաքցնելու բաներ ունեն ժողովրդից, իրենք հաստատ ջրի երես է դուրս գալու, այն կոմպրոմանտները արդեն դուրս է գալ, այսինքն իրենք ստացան համ խայտառակությունը, համ նվաստացումը ու նաև այդ իրենց գաղտնիքները արդեն սկսում են բացվել եւ դեռ շատ են բացվելու, իրենք իմաստուն չեն, իրենց կերպարը հարիշ չէ եկեղեցու սպասավորի կերպարին եւ շատ ցավալի է, բայց մյուս կողմից ես համամիտ եմ այն մտքի հետ, որ ինչ որ պարզաջրվում է, հա, ինչու պիտի այս կարգի մարդիկ լինեին հայ առաքելական եկեղեցում, այն էլ բարձր ուրեմն աստիճաններ զբաղեցնող, պիտի եկեղեցին մաքրվելու, այո, ինչ որ մի գործընթաց է սկսվել, բայց իհարկե մենք իրավունք չունենք այսպես հանգիստ նստելու, հիացմունքս նորից ժողովրդի խոնարհումս մեր եկեղեցու, մեր քահանաների, հա, գիտեք ինչ, մեր սկսած այսօր զնդանում գտնվող մեր
ուրեմն arczepiskopos-ներից, այնտեղ մենք նաև քահանա ունենք։ Վերջացրած ահա մեր քահանայական դասով հիմնականով ուղղակի ուզում ես խոնարհվել։ Այն կերպարի նկատմամբ, որ իրենք ունեն, այն տղամարդկային, հայ մարդու, գիտեք, հենարան ես զգում, թիկունք ես զգում։ Իսկ այն ուժային կոչվածները, գիտեք, բացարձակապես ուժ իրենցից չի բխում եւ ինչ ուժային, եթե իրենց ուժը պատում է զոհվածների, ծնողների, իրենց իսկ ընտանիքների եւ զավակների համար պայքարող մարդկանց դեմ։ Այսպեսի աղավաղված իրականության մեջ ենք ապրում։ Ինչ հոգեվիճակում է ձեզ նավասարդ կճարանը։ Հիմա նորից մենք մեր երկրներում կձեզ մասնագիտական գնահատականի խնդրեմ։ Հիմա այս մարդու դեպքը նայեք, նույն դեկտեմբերի 18-ին սա իր հայացքն է, լրագրողների հարցից փախչում է եւ իրենց գնացեցին Սուրգալե եկեղեցուց դուրս գալուց։ Խնդրեմ։ Գիտեք ինչ, մի այսպիսի արտահայտություն կա, ֆրանսիացիներն են ասում, լավ այսպես դեմ կընդունես, հա, վատ իրավիճակի մեջ, bon mine mauvais jeu, այսինքն քո իրադրությունը շատ վատն է, բայց դու դեմքիդ նկարում ես այնպիսի արտահայտություններ, որ կարծես թե ամեն ինչ նորմալ է։ Այստեղ դեմքին մենք տեսնում ենք ագրեսիա, տեսնում ենք թշնամանք, ոչ միայն լրագրողների, այն մարդկանց նկատմամբ, ովքեր ուրեմն համարձակվել են դեմ դուրս գալ իրենց։ Գիտեք, ինչ սա մարդ է, ով ամբողջ կյանքում իմ կարծիքով ունեցել է որոշակի ինքնահաստատում, այնպիսի ճանապարհներով, որոնց մասին այսօր ուրեմն արդեն բարձրաձայն ասվում է։ Ինքը սխալված մարդ է։ Ես համոզված եմ, որ եթե ինքը մնում է մեկուսի, ինքն իր հետ։ Ինքը հասկանում է, որ ինչպես, գիտեք ինչ, ոչ թե տառապում է, էլի մի արտահայտություն հիշեմ, որ զգույշ աղվեսը երկու ոտքով ընկնում է թակարդը, սա թակարդը ընկած մարդու, որը չի ուզում դա ցույց տալ, հա, դեմքի արտահայտությունը պահված կա այնպիսին է, կարծես թե չի ուզում, բայց իրականությունը մնում է իրականություն, նա մեկն է նրանցից, ում այդպես հրելով գազել են մտցնում եւ ուրեմն փորձում են տանել, հանել այն միջավայրից, որը իրենց չի ընդունում, մեղմ ասած։ Իրենք ես կարծում եմ, որ իրենք երբ մեկուսի են կամ գուցե միասին լինելիս էլ դեռ այդ մասին չեն խոստովանում, իրանք հասկանում են, որ իրենք սխալ են թույլ տվել, բայց սա դեռ չի նշանակում, որ իրենք տառապանքներ ունեն եւ իրենք չեն խորանա իրենց սխալի մեջ։ Ընդհակառակը շատ մեծ է հնարավորությունը, որ երբ իրենք արդեն մի կարմիր գիծ անցել են, այստեղ արդեն իրենք կդիմեն ցանկացած քայլի, իրենց անձը, իրենց, չգիտեմ, դիրքը, կյանքը, հեռանկարները փրկելու համար, իրենց կերպարը փրկելու համար, իրենք իմ կարծիքով ամեն ինչի պատրաստ կլինեն։ Գիտեք, կա այսպիսի մի մեխանիզմ հոգեբանության մեջ ուսումնասիրված, կոչվում է ներքաշման մեխանիզմը։ Երբ դու առաջին մի քայլ կատարում ես, ինչ որ մի ուրեմն գործողության մեջ, որի մասին դու մտածել ես, ծանոթ հետև ես արել, արժի, չարժի, ճիշտ է, ճիշտ չի, մեծ մասամբ բարոյականության, արտարության դեմ ինչ որ մի բան ես արել, եթե դու արդեն առաջին քայլն արել ես, դու արդեն այնտեղ ես, դու արդեն հոգեպես ավելի շատ պատրաստ ես երկրորդ, երրորդ եւ հետագա քայլերն անելու, քան թե հետ քայլ անելու։ Ես չեմ կարծում, որ այս մարդիկ հետ քայլ կանեն, թեև մեծ հոգաբար մեր վեհափառ հայրապետը դեռևս նրանց տվել է այդ շանսը։ Անկեղծ ասած, որպես հայ մարդ, քրիստոնյա հայ, ես չեմ ուզում, որ նրանք վերադառնան։ Ես ուզում եմ, որ նրանցից մաքրվի մեր եկեղեցին։ Երկրորդ անունը Վազգեն Միրզախանյանի մասին է խոսքը, Տիկին Ալչեջան, ինչ է կարծում, այս անձը ինչ վիճակում է գտնվում, թողել է իր հոտը Բաղդասարյան երկրներում, եկել է, լծվել է վերապար որտեղ Արշավի։ Սա մի մարդ է, որը մոտավորապես 1 ամիս առաջ խոսում էր, որ չկա որևէ հարց վեհապարի կարգավորից անելու, 1 ամիս անց պարզվեց, որ ինքն էլ է լծվել այդ Արշավին։ Խնդրեմ։ Ես չգիտեմ 1 ամսվա ընթացքում ինչեր են տեղի ունեցել կուլիսների հետևում,
ինչ գուցե ինչ որ կոմպրոմատների, գուցե ինչ որ խոստումների ձևով մենք դա այս պահին չգիտենք, թեև հետո ամեն ինչ կիմացվի, այնուամենայնիվ հավանաբար իր առջև դրվել է այսպես կշեռքի նժարները, այն ժամանակ իրեն հարմար էր ասել դա, հիմա ինքը դիմել է լրիվ հակառակ քայլի։ Սա արդեն խոսում է այն մասին, որ մենք գործ ունենք անազնիվ մարդկանց հետ։ Իսկ եթե անազնիվ է հոգևորականը, եթե անազնիվ է հոգևոր սպասավորը, ուրեմն դա արդեն շատ ավելի տխուր վիճակ է։ Ինքը կարծեմ ինքն էր, չէ, որ այսպես գիտեք, այնպիսի ցինիզմ կար այդ խոսքերում, դեռ Գյումրիում, հա, կարծեմ ինքն էր, չէ, որ ասում էր մենք վատ բան չենք ուզում, մենք ուզում ենք, որ կաթողիկոսը գնա հանգստի։ Գիտեք, այնքան ցինիզմ կա դրա մեջ։ Գուցե դուք գնաք հանգստի, քանի որ դուք շատ անհանգիստ եք, մենք տեսնում ենք ձեր դեմքից, ձեր պահվածքից, ձեր ամբողջ խորքային անհանգստությունը, ինչ որ մի հատ չարություն կա, հա, այնտեղ այսպես անընդհատ շարժվող, գնացեք հանգստացեք։ Վեհապար Հայրապետին հանգստի ուղարկելը դա ուղղակի մեղմ ասած անպարկեշտ է։ Ահա, իր խոսքերից է։ Բայց չի ասելու, էլի ասելու է, եթե տեսնի, որ իրենք չեն կարողանում, էլ ինչ վստահել է իրենց, հա, ես չգիտեմ ինչ խոստումներով, ինչ սպառնալիքներով եւ այլն, իհարկե ասելու է եւ ոչ միայն ասելու է, եկա գործողություններ է անելու։ Գիտեք, ես ուղղակի զարմանում եմ այս մարդկանց իմաստնության պակասի վրա։ Էս ում հետ է գործ բռնում, հա, թեկուզ ինչ որ սրիկայական ինչ որ գործողություններ։ Դուք չեք տեսնում ով է դիմացը, դուք չեք տեսնում, որ այդ մարդը ձեզ այս պահի համար կարող է օգտագործել, բայց հաջորդ պահին դուք պետք չլինեք, դուք արդեն եւ առհասարակ դուք եկեղեցու ուրեմն այսպես դեմքն եք ներկայացնում, դուք չեք տեսնում վերջին տարիներին ինչ է տեղի ունենում, դուք չեք տեսնում ձեր հայրենիքի, ձեր ժողովրդի հետ, Արցախի հետ ինչ է տեղի ունենում, դուք չեք տեսնում ձեր հայրենիքի նվիրյալները բանտերում ու զնդաններում, ուրեմն տառապանքի մեջ են, դուք չեք տեսնում որտեղից է սա ղեկավարվում, դուք ինչպես կարող եք, հա, ձեր հայրենիքը, ձեր սրբությունները, այսինքն փաստորեն ձեր սրբությունները չեն, հա, մեր սրբությունները թշնամուն մատնած անձի այս խմբակի հետ դուք ինչպես եք համագործակցում, սա արդեն, գիտեք, իրենց համար ճակատագրական է, ես կարծում եմ, որ հետ քայլ նույնիսկ եթե մեր եկեղեցին այնքան մեծահոգի գտնվի, կաթողիկոսը այնքան մեծահոգի գտնվի, որ կարկալույտ չանի այս մարդկանց, իրենք արդեն ժողովրդի աչքում, մեր հասարակության ուրեմն հավատացյալ հայ մարդու աչքում իրենք արդեն կարկալույծ եղած են, իրենք չեն կարող լինել այն, ինչ եղել է։ Ինքը սրբազանը նամակ էր ուղղել երեք եւ հենց այո այդպես հույս ունեի, որ իմ նախկին եղբայրների մոտ ամոթն ու պատկարանքը պարզապես ննջել են կամ ժամկետային արձակուրդ գնացել, սակայն պարզվեց, որ անհույս մահացել են տեղի տալով հանրապետության գլխավոր անամոթի հակաեկեղեցական քաղաքականության աննախադեպ ծավալման։ Ամոթի ու պատկարանքի մահն անգամ պատճառ չէր, սրբազանն է ասում իր ժամանակի հոգևոր եղբայրներին, որ կանգնեիք այդ կարգալից եղած աբեղայի կողքին, այն էլ 2 անգամ եւ այդ ծիսակարգերի մասնակից լինեիք։ Այս ամոթանքը սրբազանի անգամ 1915-1937 ճակատագրական տարիներին չի եղել։ Խնդրում ենք վեհապար Հայրապետին, որ անհաղթող եւ անսասան մնա, կտրելով եւ դեն նետելով տիրոջ այգու չորացած տունկերը, քանզի ընդեր երկիրը սխափան են։ Խնդրեմ։ Ճշգրիտ է ասված, ուղղակի ամեն մի բառը մտածված, ճշգրիտ ասված է, այնպես որ տեսեք սա արդեն գիտեք, երբ մենք որ ուղղակի պարզ քաղաքացիներ ենք, օրինակ անձամբ ես ինձ իրավունք չեմ վերապահում վեհապար Հայրապետին ինչ որ բան ասել, սա արա, սա է ճիշտ, նա է ճիշտ, բայց այստեղ ասում է arczepiskopos-ը, ով եկեղեցու ուրեմն ներսի, հա, մարդ է եւ այդքան նվիրված է ինչպես եկեղեցուն, այնպես էլ հայրենիքին ճշգրիտ է ասել, ուրեմն մեր սրբազանը։ Նաև ես կարծեմ այսօր հանդիպեցի Բաքրատ սրբազանի եւ Արշակ սրբազանի ուրեմն ուղերձին,
կրկին ուրեմն բանտի ուրեմն ազատազրկման, այո, ուրեմն վայրից եւ նորից դու տեսնում ես թե ում հետ գործ ունես։ Գիտեք, նույնիսկ իրենք կալանավայրում իրենք շատ ավելի իրենցից ամբողջ ուժ է բխում եւ երբ համեմատում ես այս մարդկանց հետ, դու տեսնում ես ինչ սարերի ու ձորերի տարբերություն կա, իսկապես իրենք չպիտի լինեին մեր եկեղեցում եւ որ ասում են չկա չարիք առանց բարիքի, հա, պիտի այն մեր ուրեմն հոգեվորականները, որոնք այսօր կանգնած են Էջմիածնի եւ ուրեմն վեհապար հայրապետի կողքին, այ նրանք են իսկական այն սյուները, որի վրա հիմնվում է ոչ միայն եկեղեցին, այլև հայրենիքը։ Եվ գիտեք, այս մարդկանց ես ուղղակի տիրադավ, այո, տիրադավ, բայց եթե տիրադավ, իրենք ուղղակի հայրենադավ են նաև։ Չի կարելի լինել տիրադավ այսօրվա իրավիճակում, չլինելով հայրենադավ։ Իրենք հայրենիքը մատնում են, ուրեմն ուղղակի թշնամուն են մատնում։ Լավ, ուղղակի զարմանալ կարելի է, բայց զարմանալ պետք չի, որտեղ սա իրականություն է, եւ գիտեք ինչն է շատ դուր գալիս, այսպես հոգեպարար մի բան, այսօր շատերի շուրթերից հնչում է օրհնանք հայրապետականը։ Օրհնանք հայրապետականը, որը այսպես ոնց որ նոր կյանքի, փրկության, այս մաղձավանջից դուրս գալու հույսեր են շնչում եւ դա մեր ժողովրդի շուրթերին է։ Բայց այսօր 24 նյութը տեղեկություն տվեց, որ գալիք Կիրակի, տարվա վերջին Կիրակի Նիկոլ Փաշինյանը անձամբ է ղեկավարելու գրոհումը Մայրաթորի վրա։ Ինչ ունենք անելու այս մասով, ինչ սպասենք եւ դեկտեմբերի 18-ին մենք վերջապես վերջին շրջանում առաջին անգամ ականատեսը եղանք, որ ընդդիմադիր ազգային ուժերը հայ հեղափոխական դաշնակցությունը Սամվել Կարապետյանի մեծեվողը, այնտեղ փոքր ուժերը կարողացան միասնաբար գործել եւ թույլ չտալ վեհապար հոր դեմ գրոհը։ Խնդրեմ, ինչ ունենք դեկտեմբերի 28-ին սպասելու եւ անելու։ Ուրեմն, եթե Նիկոլ այսպիսի հայտարարություն է անում, ուրեմն գիտեք ինքը անելու է ամեն հնարավորը իր ամբողջ այդ խառնակչական տաղանդը ինքը օգտագործելու է, ինչ որ նոր սխեմաներ գծելու, ինչ որ ուրեմն այս հարձակումը իր տեսակետից որպեսի հաղթական ավարտ ունենա, ամեն ինչ փորձելու է անել եւ մենք իրավունք չունենք հանգիստ նստելու։ Սա շատ մեծ պայքար է, շատ մեծ կռիվ է։ Գիտեք, Թուրքը Նիկոլի դեմ ուրեմն այնպիսի պահանջներ է դրել, որ սա նայում ես մտածում ես այդ որ կենաց ու մահվան պայքարի մեջ է, հա, եւ ակնհայտորեն այսօր չգիտեմ ինչքան միամիտ ու անհասկացող պետք է լինել, չտեսնելու համար, որ թուրքական թելադրանքի գործիք է սա։ Եվ գիտեք, որ նայում ես այսպես եպիսկոպոսներին իրենք մի տեսակ գործիքի խամաճիկ են դարձել, գործիք են դարձել, ինչքան ամոթալի է սա, նույնիսկ մեզ համար է ամոթալի, որ ինչ-որ ձևով ներգրաված չենք, հա, իրենց հետ որևէ կապ ու առնչություն չունենք։ Հիմա Նիկոլն ամեն ինչ անելու է, մենք իրավունք չունենք հանգիստ նստելու, այսօր կանգնել ի պաշտպանություն եկեղեցու, դա նշանակում է կանգնել ի պաշտպանություն հայրենիքի ընդհանրապես։ Այնպես որ դեռ անելիք շատ կա, ինչպես ասում են թշնամին նենգ է եւ դավադիր, եկեղեցու վրա արշավը շատ մեծ նշանակություն ունի իր համար, հայկականությունը, Հայաստանը ամեն ինչ վերացնելու իրենց ճանապարհին, այնպես որ մենք պետք է չքնենք, որ Թումանյանի հայտնի պոեմում ասում է դավ ելեք, կոչնակ, պահնակ, զենք առեք, զենք, ձի հեծեք, ձի, պետք է պայքարը շարունակել։ Իսկ եթե պայքարում ենք, կներեք Մարիամ ջան, տեսեք այս հաղթանակը որ եղավ, սա հաղթանակ էր, իհարկե լոկալ, հա, այդ պահի կարևորագույն, բայց տեսեք ինչ դաս նաև եղավ, որ երբ ժողովուրդը համախմբված է, մենք կարող ենք հաղթական պայքար ունենալ, անկախ նրանից ինչպիսին է թշնամին, եւ պետք է սա շարունակել։ Ինչքան որ դուք ասացիք, այս մարդիկ խամաճիկն են, իմիջիայլոց 3 հրապարակում եղավ թուրքական ամենամեծ լսարան ունեցող լրատվամիջոցներից երկուսը հաղորդակցություն էին տարածել, որ այսօր այսպես գոհունակության թե ինչ է անում այս իշխանությունը հայ առաքելական եկեղեցու դեմ կաթողիկոսի դեմ եւ նշել, որ վերջնական
ով կլինի Հայաստանի հաջորդ կաթողիկոսը։ Հարց, որը կորոշվի Ստամբուլում կամ Անկարայում, ոչ թե Էջմիածնում։ Խնդրեմ ես ասող դերակացը։ Գիտեք, մեր թշնամին մանավանդ վերջին ժամանակները շատ անկեղծ է դարձել։ Շատ անկեղծ է դարձել եւ կանխավ ասում է այն, ինչ մտադիր է անել։ Գիտեք, այսօր մի երիտասարդ կին պատմում էր, որ ուրեմն Սյունիք գնալիս ընտանիքը ուրեմն այնտեղ է փոքրիկ երեխայի հետ, ուրեմն երբ անցնում էին այդ ուրեմն Գորիսկապան ճանապարհով, ոչ թե ուրեմն նոր ճանապարհը, որ ուրեմն արել են, ասում է թուրքերը ասում են նայում են կին երեխա մեքենայում նստած, ասում է ձեռքով ցույց են տալիս, այ sense մորթելու ենք, հա ձեզ։ Հիմա եւ այսպիսի իրականության մեջ խապկանքի մեջ պահել արդեն չի ստացվում։ Չի ստացվում եւ այն ինչ գրել են թուրքերը, իրենք շատ անկեղծ գրել են։ Այն աստիճանի անկեղծ, որ իրենց ուրեմն այդ համագործակցող այսօրվա հայկական իշխանություններին մի տեսակ ոնց որ իրենց ոգևորության պատճառով ոնց որ վատություն անեն, հա, չեն էլ թաքցնում։ Եթե մի քիչ թաքցնեին, գուցե խապվածներ դեռելի մնային, հա, մեր հասարակության մեջ։ Սա է մեր իրականությունը, թուրքերը, գիտեք, իրենք սրանք երբ եկան իշխանության, եթե դուք հիշում եք, դեռ նոր ինչ էր ասում Նիկոլը, ասում էր մենք գաղափարախոսություն չունենք։ Իզմեր չունենք, ասում էր։ Գիտեք, ինքը ինչ-որ իմաստով ճիշտ էր ասում։ Եվ երբ այսօր ասում են նիկոլիզմ, դրանից ես ճիշտն ասած մի տեսակ ինձ այսպես անհարմար եմ զգում, որովհետև Նիկոլը ուր, իզմը ուր։ Նիկոլն իսկապես գաղափարախոսություն չունի, այլ խնդիրը, երբ դու այդպիսի ինչ-որ շարժման մեջ ես, ղեկավարում ես, առաջնորդում ես եւ այլն, ու չունես քո իզմը, դու ուրիշի իզմի ի կատարածողն ես դառնում։ Եվ այսօր այս երկար ու ձիգ մղձավանջային 8 տարիներից հետո մենք շատ լավ արդեն ակնհայտ տեսնում ենք, մասնագետները շատ ու շատ մարդիկ վաղուց էլ ենք տեսնում, որ իրենք մեկ այլ իզմի կրողներ եւ իրականացնողներ են։ Դա պանթուրքիզմի գաղափարախոսությունն է, որը այսօր իր աստեղային ժամն է ապրում, որովհետեւ իրեն հաջողվել է այդ գաղափարախոսությունը իրականացնող ծագումով կարծես թե հայ մարդկանց ներգրավել այդ process-ի մեջ հայերի ոչնչացման, մեր պետականությունը ոչնչացման գործընթացի մեջ եւ իրենք շատ ոգևորված են եւ այո, իրենք բաց տեքստով ամեն ինչ ասում են, մնում է լսել, հասկանալ եւ գործել համապատասխան ձևով։ Գիտեք, չէ՞ որ այս իշխանությունը հեսա սպասեք եվրոինտեգրում գնում հասել են վիզաները տեսակ թռնում ենք Հա, Եվրոպայի քունը չի տանում, թե երբ ենք մենք այնտեղ հայտնվելու։ Եվ գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում է, մի խնդրում ես նկարը նայեք։ Փաշինյանն իր շրջապատը, Եվրոպա գնացող Փաշինյանը նկարշեք, որ ձախ կողմում, աջ կողմում Ռուսաստանի նախագահ, դիմացը Տոկաևը, գնում է, այսօր հիմա պտտվում է Էրմիտաժը, հանելը մանտալը պուզիներ, տեսնում է, բայց եւ այս իրականության մեջ նախ այս պատկերին կուզեմ անդրադառնալ եւ ոնց է ինքը կերակրում իր զանգվածին, ինչ չներեն Բաբաջանյանի, Խզմարյանի եւ մյուսներին եւ ինչ էր անում Սանկտ Պետերբուրգում խորին շնորհակալություն հայտնում Ալիևին, համեցեք։ Ինչ ասեմ, երբ նայում ես, այս մարդը դրսում է, չգիտես ինչու, գիտեք ինչ, ասեմ ձեզ, չգիտես ինչու, երբ ինքը հայտնվում է այսպես այլ երկրների ղեկավարների ուրեմն շրջապատում, բոլորն իրեն են նայում ու ծիծաղում են։ Ինչ որ այս կարգի նկարներ են, հա, տարածվում, որ ինքը ուշադրության կենտրոնում է, տեսեք, բոլորն ուղղված են դեպի իրեն ու բոլորը մի տեսակ շատ ուրախ են, լայն ժպտում են կամ էլ չգիտեմ, ծիծաղում են թե հռարում են։ Սա մեր հայտարարությունն է եւ մեր ամոթն է։ Այնպես որ, ինչ ասեմ, արդեն սրանք լուրջ մարդիկ են, պետություններ ղեկավարող մարդիկ են եւ իրենք վաղուց հասկացել են, թե ում հետ գործ ունեն եւ իրեն ուրեմն վերաբերվում են համապատասխան կերպով։ Ես այստեղ ասելիք չունեմ։ Արդեն բոլոր երկրների ղեկավարները հասկանում են, թե այսօր
Հայաստանի իշխանությունը ում ձեռքին է, չնայած շատ ուրեմն իրենք վաղուց գիտեին այդ մասին, որովհետև աշխարհում այնպիսի փոփոխություններ են տեղի ունենում, որ Հայաստանը ցավոք սրտի ընկել է այդ հորձանուտը եւ այսօր շատ վտանգավոր վիճակում է, նաեւ այն պատճառով, որ այսօր մեր ճակատագիրը որոշում է, ահա այս մաշտը իր ուրեմն շրջապատով, որոնք այսպես մեկը մյուսին գերազանցելով ցույց են տալիս իրենց ոչ ուրեմն հակապետական լինելը, հակազգային լինելը։ Այս մասին այսքանը կասեի Մարիամ ջան։ Իսկ խորի շնորհակալություն Ալիևի։ Խորի շնորհակալությունը, գիտեք ինչ։ Դե ծորեն էլ եկավ, չէ՞, հա։ Անասնակերը, հա։ Ասում են, որ գիտեք արդեն հրապարակում եղավ, որ արդեն այսօրվանից ադրբեջանական գազը կստանա Խաչատուր Սուքեսյանի պատկանող մեծ կամպանիայի այսպես Ես շնորհավորում եմ հայ ժողովրդին, որ ուրեմն իր էներգակիրների ուրեմն այդ բանը, հա, այդ լծակը թուրքի ձեռքին եթե լինի, երբ ուզի կմիացնի, երբ կուզի կանջատի, Արցախի ուրեմն վիճակը, Արցախի անցած ճանապարհը մեր բոլորի աչքի առաջ է եւ շատ շնորհակալություն Ալիևին, գիտեք ինչ, սրան ինչեւ վերջ են ստորացնում ախր։ Այնպես չեն անում, որ գոնե այսպիսի հա երևացող տեղերում այդ ստորացուցիչ բաները չանի։ Ստորացնում են մինչև 6 շնորհակալություն Ալիևին, Էրդողանի գրքի հետ այդ գրկախառնված այդ հրճվագին վիճակը, ստորացում, բայց սա բացարձակապես հայ մարդուն չի կարող ուրախացնել, որովհետև այսպես թե այնպես սա է մեր երկրի ղեկավարը։ Գիտեք, ինչ կմտածեն այն ազգի, այն ժողովրդի մասին, այն մարդկանց մասին, ովքեր հանդուրժում են ահա այսպիսի մարդկանց, որ խոնարհվում է, չգիտեմ, կռանում է դեմքի արտահայտությանը, նայեք ախր երբ որ թուրքերի առաջ է կանգնած լինում եւ ոչ միայն ինքը, գիտեք, այն մյուսներն էլ նայում ես, տեսնում ես սրանց ամբողջ պանտոմիմիկան դեմքի արտահայտությունները հենց որ տեսադաշտում թուրք է հայտնվում։ Սա մեր բոլորի ամոթն է, չգիտեմ, սա շատ տխուր տեսարան է, մարդիկ ծիծաղում են, բայց սա մեզ համար շատ տխուր տեսարան է եւ պիտի սա հանգուցալուծում ունենա, պիտի ունենա, թե չէ մեզ սկուտեղի վրա մատուցում են թշնամուն, իսկ թշնամին բաց տեքստով ասում է, թե ինչ է անելու մեզ հետ, մեր պետության հետ, մեր սերունդների հետ։ Եվս մեկ անգամ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեցին ու պարոն Հապետյանն այսօր ասում է, այս նախազգուշացումները հայ ժողովրդի եւ Հայաստանի նկատմամբ բարիդրացիական վերաբերմունքից է պայմանավորված, որ դեռևս նախազգուշացնում են, որ երկու լարի խաղ չեք կարող անել, ԵԱՏՄ-ում եւ ԵՄ-ում չեք կարող միաժամանակ մնալ, որոշում կայացրեք կամ այս կողմ կամ այն կողմ, խնդրեմ։ Իսկապես գիտեք, երկրները ամեն մեկը իր շահն ունի, իրենց շահերից ելնելով նորմալ ձևով իրենց քաղաքականությունը, իրենց հարաբերությունները կառուցում են։ Հիմա ինչ որ մեկը պիտի ինչ որ բան անի, հա, համահաճույքներ տանի, մեկ էս եմ ուզում, մեկ եմ ուզում, գնում է սրան է շնորհակալություն հայտնում, այն մեկին է շնորհակալություն հայտնում, ինչ է, չեն հասկանում այս մարդիկում հետ գործ ունեն, ինչի հետ գործ ունեն։ Այդ գավառամիտ այդ բաները, հա, խառնակցությունները, այդ շուստրիությունը, այսպես ասած, չի անցնում, հա, այս փորձված, փորձառու մարդկանց մոտ։ Այնպես որ այո, պետք է կողմնորոշվել, բայց մյուս կողմից ես շատ լավ հասկանում եմ եւ բոլորն են հասկանում, որ այդ երկրները իրենց համապատասխան ուրեմն ստորաբաժանումներով, համապատասխան մարմիններով շատ լավ նաեւ գիտեն ներքին տրամադրությունները։ Իրենք չեն տեսնում ժողովուրդը ոնց է ոտքի կանգնում իր սրբությունները պաշտպանելու համար։ Իրենք չեն տեսնում այս ռեյտինգը մինչեւ ուրեմն արդեն շրիշակից ներքև է իջել, այս ուրեմն իշխանությունների։ Իրենք այդ ամեն ինչը տեսնում են, բայց այսպես թե այնպես իրենք գործ ունեն այն մարդկանց հետ, ովքեր այսօր ուրեմն իրավասու են կարծես թե ներկայացնելու երկիրը եւ այո պետք է կողմնորոշվել ելնելով ուրեմն գիտեք իրենք ոչ մի բան չեն անելու
Սրանք ինչ կողմնորոշվեն։ Իրենց ոճը սա է, իրենց նպատակը սա է ոչնչացնել Հայաստանը։ Հիմա դուք գիտեք, իրենք շատ այսպես ոգևորված ուզում են, որ, չգիտեմ, Հայաստանը այսպես հավատավոր ձևով, որ Հայաստանը ուժեղ կլինի, հզոր կլինի, եթե եվրոինտեգրման այդ ճանապարհը բռնի, ոչ, իրենց ուղղակի ինչ թելադրում են, դա էլ անում են։ Թշնամու թելադրանքով ուրեմն աշխատող իշխանություն է, որը ժողովրդին տանում է դեպի ոչնչացում, ազգը տանում է դեպի ոչնչացում, գիտեք, նայում ենք ուրեմն հնագույն ժամանակներից մշակութաստեղծ ազգ ենք, հա, եկել ենք, հասել ենք, ինչ ճանապարհ ենք անցել, ինչ հերոսական էջեր ենք ունեցել, ինչ հերոսական մարդիկ, որոնք հանուն հայրենիքի ինչ ուրեմն մեծագործություններ են արել, սկսած մեր արքաներից մինչև մեր ռազմական գուտիչները, մինչև Արցախյան պատերազմը, մինչև նույնիսկ այս 44-օրյա պատերազմը, երբ ուրեմն մեր զավակները կռվում էին հանուն հայրենիքի եւ մեկ էլ հանկարծ այսպես վերցնել եւ ամեն ինչի վրա խաչ քաշել։ Ուղղակի սրան չի անհանդուրժելի է եւ չգիտեմ, ինչ որ հուսադրող բաներ կան, որ ժողովուրդը մի վերջին կռիվը տալիս է իր գոյության համար։ Շնորհակալություն։ Խնդրեմ։